Երևանի Սուրբ Աննա եկեղեցին նախորդ կիրակի ուշադրության էպիկենտրոնում էր, ոչ միայն այն պատճառով, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում էր Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ծաղկազարդը, այլև այն, որ այս տաճար էր այցելել Հայաստանի վարչապետը, իսկ նրա ելքն այստեղից այնքան էլ հանդարտ չեղավ։ Սա հերթական օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ դուրս էր եկել շփվելու քաղաքացիների հետ։ Այս անգամ Երևանում կենտրոնում քայլելիս ԿՊԱ-կանները հասան մինչև Սուրբ Աննա, որտեղ կիրակնօրյա պատարագ էր։ Եկեղեցին լեփ-լեցուն էր, ներս մտնելու տեղ չկար։ Մնացին դրսում, հետզհետե առաջանալով դեպի տաճար։ Փաշինյանի մուտքը եկեղեցի ուղեկցվեց որոշ դժգոհություններով, մամուլում կադրեր տարածվեցին, թե այս ընթացքում ինչ խոսակցությունների բռնվեց վարչապետը, եկեղեցում ինչեր լսեց իր այցի հետ կապված։ Հետո հայ հասարակության ուշադրությունը գրավեց այն, որ հակակաթողիկոսական արշավը սկսելուց ի վեր այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագին հնչում է ամենայն հայոց Գարեգին II հայրապետի հիշատակությունը։ Եվ մինչև լրահոսը ողողվում էր այս մասին պատմող տեսանյութերով, պատարագը չավարտված Փաշինյանը խորանից հետ դարձավ դուրս գալու եկեղեցուց, ինչն այնքան էլ հեշտ խնդիր չէր, բազմամարդ տաճարում իրար քիփ-քիփ էին կանգնել հավատացյալները, այսուհանդերձ անվտանգության աշխատակիցները ամեն կերպ Փաշինյանի համար ճանապարհ հարթեցին, եւ ահա վերջին շաբաթվա ամենաքննարկված պահը, 18-ամյա Դավիթին եկեղեցում տեղի ունեցողը դուր չեկավ։ Անցնող 7 օրվա ընթացքում ինչ գնահատական ասեց, որ չստացավ այս միջադեպը, ինչի հետ ասեց, որ չկապվեց, առանցքում թողնելով իրականության եւ ենթադրությունների խորը անդունդը։ Սուրբ Աննա եկեղեցում ըստ էության դա հարձակում էր պետության վրա, հարձակման փորձ էր պետականության վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի վրա հարձակումը նույնը ինչ երկրի վրա հարձակում, պետության եւ պետականության վրա հարձակում, ինչը խիստ քննադատելի է։ Դավիթը եւ Միքայելը մշտապես իրար հետ են։ Մասնավորապես Միքայելը մշտապես Դավիթի մեջքի հետևում է կանգնում, որովհետև Դավիթը ունի արդեն ես ծնողներից վերցրել ենք մենք այդ թույլատրությունը, հիվանդություններից մեկը Դավիթի կոլապս եւ ուշագնացությունն է։ Այդ պահին դուք նկատեք Դավիթը նայում է մանա գալիս թե ուրա Միքայելը, իրանք երկու եղբայր հայացքով իրար են ման գալիս, որտեղ Դավիթի մոտ արդեն այդ խոճապային իրավիճակը առաջացավ։ Նկատելի է, որ եղբայրները կանգնած աղոթագրքերը ձեռքներին աղոթում են։ Իրենց այդ գործողությանը խանգարում է թիկնապահը, արջևից գնացող թիկնապահը 2-3 անգամ Դավիթին հրում է, այսինքն խոչընդոտում է։ Դավիթը երբ որ սենց կադրերում երևում է, որը ինչ է կանում, ես ուզում եմ այստեղ կանգնեմ, ես ուզում եմ այստեղ կանգնեմ, դրանից հետո է արդեն այդ հրմշտոց, ընդհանուր արդեն ամբողջնահրմշտոց եւ ինչ որ ասում են ձեռքն է Դավիթի երևում, արդեն մի քիչ օդի մեջ, որը չգիտես ինչի, վարույթն իրականացնող մարմինը դրան տվել է, թե հարվածել է գնահատականը։ Այդ կադրերում ընդհանրապես հարված չկա։ Հարցակում էր պետության վրա, ինչպես հարցնում է փաստաբանը։ Պետության վրա ինչով են դա իրենք ասոցացնում։ Ծիսակատարություն է, ծիսակատարությանը մասնակցել է նաև վարչապետը։ Այսօր տղաները մեղադրվում են, որ միջամտություն են արել քաղաքական պաշտոնյա անձի քաղաքական գործունեությանը։ Պաշտոնատար անձի քաղաքական հիմա ծաղկազարդը պաշտոնատար անձի քաղաքական գործունեության որ սահմանների մեջ է մտնում։ Փաշինյանն այսպես, բայց ի վերջո կարողանում է դուրս գալ եկեղեցուց, Մինասյան եղբայրները սակայն այստեղ մնում են մինչև պատարագի ավարտը։ Այս ընթացքում քաղաքացիները նկատել էին, որ եկեղեցու բակը լցվում է մեծաթիվ ոստիկաններով։ Հայկական Facebook-ում արդեն կար վարկածը, եկել են տղաներին բաժին տանելու տարան այսպես։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները միայն 3 ամիս է ինչ հատել են չափահասության շեմը, 18 տարեկան են, սովորում են ավագ դպրոցի ավարտական դասարանում, ունեն գերազանց առաջադիմություն, հաջորդ ամիս հնչելու է եղբայրների վերջին զանգը, փաստաբանների պնդմամբ ընտանիքը ապաքաղաքական է, նաեւ ինչպես նշեցին նրանք, տղաներն ունեն առողջական խնդիրներ, 24 ժամյա խնամքի կարիք։
անթույլատրելի արարք գործելիս պետք չէ առաջնորդվել նրանով, թե քանի տարեկան են, երբ հա 18-ը լրացել, սքեմով են, զոհվածի ծնող են, կա զգացական մաս իհարկե, այդ ամեն ինչը ամբողջությամբ հաշվի առնվում բոլոր դեպքերում, բայց մյուս կողմից արարքը արարք է եւ պետք չէ նման դեպքերում պաշտպանել հանցագործությունը։ Դրա համար գոյություն ունի դատարան եւ դատարանը կամ նախաքննական մարմինը այդ ամեն ինչը հաշվի առնելով որոշում է կասում։ Այս դեպքում փաստաբանների խոսքով դատարանը ոչինչ հաշվի չառավ, Դավիթին երկամսյա կալանքի տարան քննչականի միջնորդությամբ, Միքայելն էլ բացակայելու արգելքի տակ է։ Իսկ դատարանը ինչ հաշվի առավ։ Եթե դատարանը որևէ բան հաշվի առներ, ապա Դավիթ Մինասյանը, տեսեք, կլիներ ազատության մեջ։ Անկամ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը բավարարված չէր ըստ պաշտպանների։ Բոլորի նպատակը ոչ թե հիմնավոր կասկածը հիմնավորելն էր, այլ Դավիթ Մինասյանին անազատության հետ կապված ցանկացած այլ խափանման միջոց ընտրելու, միջնորդելը, համոզելը, չգիտեմ, դա ներկայացնելն էր։ Դատարանն ասցին, մենք մեր անձով նաև երաշխավոր ենք կանգնում Դավիթ Մինասյանին, խնդրում ենք տվեք տնային կալանք։ Հիմնավորումը, որով դատարանը կալանավորել է Դավիթին, փաստաբանների փոխանցմամբ պատճառաբանությունների մշտական շարքից է։ 18 տարեկան տղան կարող էր ազդեցություն ունենալ կամ խոչընդոտել գործին, եթե կալանքից զատ որևէ այլ խափանման միջոց կիրառվեր նրա նկատմամբ։ Գործը տվյալները, ապացույցները կար, իրենց ձեռքի տակ էին։ Դավիթը որևէ ձևով չէր կարող ֆիզիկապես, տեխնիկապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այդ տվյալների վրա։ Այդ տվյալները, ավելին ասեմ, հանրությանն է հայտնի։ Տեսագրությունը, եղած բանի տեսագրությունը, որը իրենց ձեռքի տակ էր, ինչ էր անելու։ Ես չեմ կարող կարծիք կազմել դատարանի որոշման մասին, եթե այս դեպքում Ամբաստանյալի պաշտպանը գտնում է, որ անհամաչափ է, հնարավորություն ունի բողոքարկելու կալանքի որոշումը, ճիշտ չէ, առհասարակ քաղաքական գործիչները գնահատական տան դատարանի որոշմանը, որտեղ դա ինքնին վերաբերմունք եւ դիրքի չարաշահում կարող է նաեւ կարծիքի վրա ազդել։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեկ այլ հարց է առաջ բերում։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցն էլ եկեղեցու միջադեպի ընթացքում հարվածել էր Դավիթին, դատաբժշկական փորձաքննություններ նշանակվել, արդյունքների մասին իրենք չգիտեին, Փաշինյանից տեղեկացան։ Այսինքն մենք պաշտպանն ենք ներգրավված, տեղեկություն չունենք, դատաբժշկական արդյունքների մասին տեղեկացված է վարչապետը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, միջնորդություն ունեմ ներկայացնելու, ես հիմա ուզում եմ իրոք հասկանամ, միջնորդություն ներկայացնեմ, ու որ հասցեով ուղարկեմ դա։ Վարչապետի հասցեով, թե վարչականացնողի հասցեով։ Գործը թող մնա իրավական տիրույթում, չքաղաքականացնեն, սա փաստաբանների ցանկությունն է։ Նույն է տեսակետը նաև հակառակ թևում, իշխանական падգամավորն էլ միևնույն պնդումն է անում։ Պարզապես եւ այս եւ այն կողմում համոզված են, գործը հակառակ թևն է քաղաքականացրել կամ առնվազն այդ փորձն արել։ Իսկ այս գործի ամենահետաքրքիր փաստը իդեպ այն է, որ տուժող չկա։ Նիկոլ Փաշինյանի դեմ էր երիտասարդի ձեռքը, նրա քաղաքական գործունեությանն է բռնի ուժով փորձել միջամտել։ Փաշինյանը որպես տուժող այս գործով չի անցնում։ Ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ 18-ամյա Դավիթի ինքնազգացողությունը քրեակատարողականի դռների մոտ վատացավ, գիտակցությունը մեկուսարանում էլ մթագնեց։ Նրան հաջորդ օրը տեղափոխեցին բուժկենտրոն, վերակենդանացման բաժանմունք։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։